Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ շարունակվում է նախընտրական քարոզարշավը։ Այս ընտրություններում առաջադրվել է 19 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 3 կուսակցությունների դաշինք։ Տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակում է քարոզարշավ իրականացնել Լոռու մարզում։ Այս պահին մենք գտնվում ենք մարզկենտրոն Վանաձորում եւ այս պահին ես պատրաստվում եմ զրուցել Վարչապետի գլխավոր խորհրդական քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված падգամավորի տեխնացու Լիլիթ Մակունցի հետ։ Տիկին Մակունց, շնորհակալ եմ հնարավորության համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Եվ կցանկանայի ձեր գնահատականը լսել քարոզարշավի ընթացքի վերաբերյալ ընդհանուր այն մթնոլորտը, որում այն անցկացվում է, եւ ձեր շփումները նաեւ քաղաքացիների հետ, ինչպիսի տպավորություն, ինչպիսի կարծիք են ստեղծում ձեր մոտ։ Վանաձորում շատ դրական մթնոլորտում քարոզարշավ է տեղի ունեցել, կարող եմ ասել, որ բավականաչափ ակտիվ են քաղաքացիները տարբեր համայնքներում, շատ ջերմ մթնոլորտ է, ես ընդհանուր առմամբ միայն դրականը կարող եմ ասել այս պահին։ Շատ լավ։ Տիկին Մակունց, ճիշտ է, քարոզարշավը շարունակվում է, դեռևս բավականին օրեր կան առաջիկայում, որ պետք է իրականացվի, բայց այսպես օրեցօր գնալով նաև քարոզարշավը ավելի է թեժանում, նաև խոսույթն է ավելի թեժանում ձեր կողմից, նաև հակառակորդ, կուսակցություն, ընդդիմադիր կուսակցությունների կողմից, մասնավորապես նկատի ունեմ, որ նաև բացահայտումներով է քարոզարշավը բավականին ուղեկցում։ Տեսեք, հեղինակավոր The Insider պարբերականը հրապարակեց մասնավորապես Սամվել Կարապետյանի հետ կապված տեղեկություններ, որ նա հանդիսանում է օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ, մասնավորապես ռուսական FSB-ին, եւ կուզենայի այս մասով լսել ձեր կարծիքը, փաստորեն ստացվում է ըստ այդ բացահայտումների, որ նա աշխատում է այլ երկրների համար։ Նախ համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է արձանագրենք, որ The Insider-ը բավականին հեղինակավոր պարբերական է եւ այն բավականին երկար հոդված է, որտեղ կան շատ ուշագրավ շեշտադրումներ եւ ուշագրավ հետաքննություն։ Ինչ վերաբերում է ձեր նշած հարցին, ապա կարծում եմ ակնհայտորեն սկանդալային հրապարակում է, որը համոզված եմ պետք է արժանանա իրավական գնահատականին։ Տիկին Մակունց, իսկ արդյոք համաձայն եք նրանց այն պնդումների հետ, թե իշխանությունը ամենագլխավոր, ամենահիմնական, այսպես հակառակորդը հենց նրանց իրենց ուժին է համարում եւ այս տարբեր ձևերով, այսպես ասած, փորձում են նաեւ նրանց վրա ցեղ շպրտել։ Մենք մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք հետևյալի վրա, որ այն խաղաղությունը, որը ձեռք է բերվել շատ մեծ դժվարությամբ, պետք է անպայմանորեն պահպանվի եւ տևական ու շարունակական լինի։ Մյուս կողմից մեր մրցակից կուսակցությունները, ովքեր մասնակցում են քարոզարշավին եւ ընտրություններին, մենք լսում ենք հակառակ խոսույթը եւ շատ վտանգավոր խոսույթ, որը կասկածի տակ է դնում այն խաղաղությունը, որը ձեռք է բերվել, առաջ են քաշվում այսպես կոչված նոր պայմանների մասին խոսույթ, ինչը միանշանակորեն վտանգի տակ է դնում այն խաղաղությունը, որը ձեռք է բերվել եւ ըստ էության նրանք ասում են, որ այն խաղաղությունը, որը կա այսօր, դա չի բավարարում իրենց։ Երաշխավորներ եմ փնտրում, ասում եմ պետք է լինի երաշխավորված խաղաղություն։ Երաշխավորների մասին մենք այնքան երկար եւ շատ ենք խոսել։ Երաշխավորներ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է, երաշխավոր ունեցել է Հայաստանի Հանրապետություն 2022 թվականին, երբ Հայաստանի 3 մարզեր միաժամանակ հարձակման են ենթարկվել, բայց տեսել ենք, որ որևէ կերպ այդ երաշխավորությունը ոչ մի առումով, այդ թվում քաղաքական առումով, որևէ արձագանքի չի արժանացրել մեր տարածք ներխուժման փաստը։ Սա ասելով, Հայաստանի Հանրապետությունը իր հույսը դնում է առաջին հերթին իր վրա եւ ուղիղ երկխոսության դրա հարևանների հետ։ Միևնույն ժամանակ մենք մեր տարբեր գործընկերների հետ կառուցում ենք այնպիսի հարաբերություններ, որոնք ըստ անհրաժեշտության այլընտրանքային հնարավորություններ կտան Հայաստանին, չգիտեմ, տնտեսական առումով, անվտանգային առումով, էներգետիկ անվտանգության տեսանկյունից այլընտրանքներ ունենալու համար։ Սա է ամբողջը եւ երաշխավորությունը, այն ավանդական երաշխավորությունը, որի մասին իրենք խոսում են աշխարհում այս պահին, մենք տեսնում ենք, որ դա մեղմ ասած չի գործում։ Տիկին Մակունց, իսկ Ռուսաստանից հնչող սպառնալիքների վերաբերյալ ինչ կարծիք, ինչ գնահատական ունեք, որովհետև տեսեք մայիսի 4-ին մեր երկրում Հայաստանում անցկացվեց շատ մեծամասշտաբ իրադարձություն, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, եւ դրանից հետո ռուսական կողմը կարծես առավել կոշտ դիրքորոշմամբ, առավել սպառնալից հայտարարություններով սկսեց հանդես գալ Հայաստանի մասնավորապես Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության անդամագրության հետ կապված, նաեւ ավելին մայիսի
28-29-ին Աստանայում կարյանալիք գագաթնային ժողովի ատմնիստի ժամանակ էլ Օվերչուկը փոխվարչապետը Ռուսաստանի հայտարարել է, որ դրվելու է Հայաստանի հետագա կարգավիճակի հարցն է քննարկվելու։ Ես ուզում եմ նաև ռուսական կողմի հայտարարությունների մասով լսել ձեր արձագանքը, ռազմավարական գործընկերոջ կամ այսպես ընդհանուր առմամբ նույն տնտեսական կառույցում գտնվող գործընկերոջ կողմից այս հայտարարությունները դուք ինչպես եք դիտարկում։ Մենք շատ ուշադիր հետևում ենք բոլոր հայտարարություններին, այդ թվում այն հայտարարություններին, որոնք գալիս են Ռուսաստանի Դաշնության կողմից, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների։ Ես հետևյալը կասեմ, որ մասնավորապես նաև Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունները եւս մեկ անգամ ինձ մոտ համոզմունք են ներշնչում եւ վստահություն, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ ենք վարում, որ Հայաստանը պետք է բազմազանեցնի իր արտաքին քաղաքականությունը, իր տնտեսական քաղաքականությունը, իր էներգետիկ անվտանգությունը, որտեղ այդ հայտարարությունները խոսում են հենց այդ մասին եւ ամրապնդում են այդ համոզմունքը։ Ներողություն եմ խնդրում, բայց օրինակ նաև Դմիտրի Պեսկովն էլ կարծես պատերազմով էր սպառնում, որովհետև հիշեցնեմ նրա հայտարարությունը, երբ նշում էր, որ Ուկրաինայում այսօր տիրող իրավիճակը հետևանքն է այն բանի, որ տարիներ առաջ էլ Կիևն էր ցանկանում ինտեգրվել Եվրամիությանը։ Եվ այս պարագայում, այսինքն, եթե որևէ ձևով նրանք չեն խորշում անգամ նման բացահայտ սպառնալիքներ հնչեցնել, մենք ինչ կարող ենք, ինչպիսի ենթադրություններ է անում իշխանությունը, ինչ եզրակացություններ է անում իշխանությունը։ Պատասխանս նույնն է, ինչ նախորդ հարցին, Հայաստանի Հանրապետությունը պետք է բազմազանեցնի իր արտաքին քաղաքականությունը, ունենա մեկից ավելի դաշնակիցներ, գործընկերներ եւ դրանով իսկ լինի ել ավելի անվտանգ, ել ավելի ինքնիշխան եւ ամուր կանգնած իր պետականության դիրքերում։